Բարի լույս, սիրելիներ, այսօր զգուշորեն, բայց ցանկությամբ կուզեմ անդրադառնալ մի կետի, որ ը, մի որոշակի տարածում ունի մեր ժողովրդի մեջ եւ անընդհատ խոսակցություն է բերում ասելով, որ վայ տեսեք, քահանան փող վերցրեց, քահանան խաչամբյուր արեց, քահանային գումար տվեցինք, այս արինք, այն արինք։ Երբեմն մարդկանց թվում է, որ քահանան գումարի կարիք չունի։ Երբեմն մարդկանց թվում է, որ ի տարբերություն մյուս կառույցների, երբ քահանային մոտենան, կարելի է քահանային ուղղակի արհամարհել եւ գնալ։ Եթե որևէ տեղ մարդը բուժման կարիք ունի եւ գնում է բժշկին այցելության, ասում են, որ գիտեք, կոնսուլտացիան այսքան արժի բժշկի մոտ։ Գիտեք, այսինչ բանը այսքան արժի վճարը, ռենտգենը այսքան արժի, կատեն այսքան արժի, չգիտեմ, եւ այսպես շարունակ։ Բայց երբ հարցը հասնում է քահանաներիս, քահանաներս փառք Աստծո չեն ասում, գիտեք, մեր մոտ սա այսքան արժի, նա այնքան արժի։ Բայց մարդկանց թվում է, որ քահանան օդով, թթվածնով սնվող արարած է։ Իհարկե այդպես չէ։ Մենք էլ ամուսնացած ընտանիք ունեցող մարդիկ ենք, մենք էլ ձեր նման կոմունալներ ենք վճարում, մենք էլ ձեր նման վարկեր ենք վերցնում, փորձում ենք ապրել այս կյանքում, երբ թանկ է ամեն բան, ձեր հետ միասին ենք այդ թանկին դիմակայում, երբ էժան է, ձեր հետ միասին ենք ուրախանում եւ ամեն ինչում ձեր նման մարդիկ ենք ընտրված Տիրոջը ծառայելու այս ճանապարհով։ Եվ տեսեք ինչքան գեղեցիկ է խոսակցությունը Պողոս Առաքյալի Կորինթացիներին ուղված իր առաջին նամակի մեջ։ Եթե մենք ձեր մեջ հոգևոր բաներ սերմանեցինք, մեծ բան է, եթե ձեզնից մարմնավոր բաներ հնձենք։ Եթե ուրիշները ձեզ վրա ունեցած իշխանությամբ վայելում են այդ բաները, որչափ եւս առավել մենք, բայց այս իշխանությունը ի գործ չդրեցինք, այլ ամեն ինչի համբերում ենք, որբիսի ավետարանին որևէ արգելք չլինի։ Չգիտեք, որ նրանք, ովքեր տաճարում պաշտոնավարում են, տաճարից էլ ուտում են, եւ նրանք, որ սեղանի սպասավորներն են, սեղանից էլ վայելում են։ Նույնպես եւ Տերը ավետարանը քարոզողներին հրամայեց, որ ավետարանից էլ ապրեն։ Ուրեմն, սիրելիներս, Պողոս Առաքյալն ասում է, որ եթե հոգևոր բաներ տվեցինք, ինչ կլինի, որ մարմնավոր բաներ վերցնենք, քաղենք։ Բայց ասում է կոչված եմ ավետարանելու ծրի։ Բայց այն խոսակցությունները, որ ժողովրդի մեջ են, ցավեցնում է հոգևորականի սիրտը։ Հետևաբար, սիրելիներս, այսօրվա հոգևոր նախաճաշը ավելի շատ ուղղված էր մեր կողմ, հոգևորականներիս կողմ։ Եվ դուք էլ յուրաքանչյուր մեկը անդրադարձեք, թե ինչպես է ձեր հոգևորականը, ձեր համայնքի հոգևորականը ապրում։ Ինչպիսին համայնքն է, այդպիսին հոգևորականն է։ Ինչպիսի մոտեցում ունի համայնքը կյանքին, այդպիսին հոգևորական։ Ինչպիսին հոգևորականն է, այդպիսին կլինի իր համայնքը։ Հետևաբար դուք յուրաքանչյուր մեկդ կապված եք ձեր հոգևորականի հետ։ Յուրաքանչյուր մեկդ որպես համայնքի անդամ ձեր հոգևորականի մի մասն ու բաժին եք։ Հետևաբար թողեք այն բամբասանքները, որ կան ժողովրդի մեջ։ Թողեք այն ավելորդ խոսակցությունները, որոնք ցավեցնելու են ձեր հոգևորականի սիրտը եւ եղեք սիրող ձեր հոգևորականին, եղեք լսող ձեր հոգևորականին եւ ցույց տվեք ձեր հարգանքը նաեւ ձեր հոգևորականի նկատմամբ այս տարբերակով։ Իսկ մնացած առումով Տիրոջ ծառան երբեք երեսի վրա չի մնա եւ Տիրոջ ծառան երբեք ամոթով չի մնա։ Տերն իր ծառային կպահի, ինչպես Առաքյալն է ասում, այն ավետարանը, որ քարոզվում է, այդ ավետարանից էլ սնվում է հոգևորական։ Այն տաճարը, որտեղ ծառայում է, այդ տաճարից էլ սնվում է այդ հոգևորականը։ Եվ փառք Տիրոջ։ Բարի եւ խաղաղորդ ձեզ բոլորիդ։ Աստված օրհնի ամենքիս։